քանզի պիտի գա ժամանակ, եւ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ յուրաքանչյուրը ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաճով։ Ուրեմն պիտի գա ժամանակ, որ մարդիկ, արդեն երևի կա այդ ժամանակը, որ մարդիկ արհամարանքով պիտի խոսեն ավետարանի մասին, Աստծո խոսքի մասին, եւ եթե ոմանք էլ լսելու են, նախ շատերը պիտի ճշմարտությունից հեռանան, չուզենան ճշմարտությունը լսել, եւ ասում եմ պիտի գնան այնպիսի ուսուցիչ կամ քարոզիչ հոգեվորականներ գտնեն, ովքեր իրենց մեղքերը կարդարացնեն։ Օրինակ շատ հաճախ մարդիկ ասում են՝ «Տեր, ինչի եք շատ մեղքի մասին խոսում։ Ինչ եք դուք անընդհատ մեղքերին մասին խոսում, լավ բաների մասին խոսեք», ասում եմ, բայց եթե դու այդ մեղքերից չհրաժարվես, լավ բան չես տեսնելու։ Ուրեմն լավը տեսնելու համար դու պետք է մեղքը չգործես։ Կամ ամենամեծ խաբկանքը չէ, որ տարբեր կրոնական խմբակներ ասում են՝ մենք արդեն փրկված ենք։ Սա ամենամեծ սուտն է։ Եթե դու ապրում ես այս աշխարհում, այո, մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսով մեղքի գերությունից, բայց մուտք գործելու համար այդ ձրի տրվածը պիտի կարողանաս պահպանել։ Մի օր ինձ մեկը հարցրեց՝ դուք փրկված եք, ասացի դեռ չեմ մահացել, որ մահանամ կիմանամ, շենց մատ այսպես արեց ու գնաց, որտեղ չհասկացավ իմ ասած իմաստը։ Ուրեմն ճշմարտություն նաև մարդիկ պետք է խորշեն լսել եւ գնան այնպիսի հոգեվորական գտնեն, օրինակ, որ կասի կարող ես շնանալ, այսպես ասեմ։ Ոչինչ որ կողքից սիրո ես սպահում, կարևորը ընտանիքի տիրությունից։ Իրեն ձեռը տալիս այդպիսի քարոզիչ գտնել իր համար։ Հասկացաք, այստեղ ինչի ասում, կգա ժամանակ, որ մարդիկ չեն ուզել իրենց ականջին հաճելի բաներ, որ չեն ասի շնությունը մեղք է, պիտի ապաշխարես, պահ պիտի պահես, ծոմ պիտի պահես, այլ պիտի ասեն կերեք, խմեք, քեֆ արեք, միայն թե սրտով հավատա կփրկվես։ Ուրեմն այս սրտով հավատալու համար քո արտաքին գործողությունները պիտի համապատասխանեցնես այդ սրտի ցանկությանը։